Առաջարկ Հայաստանի նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են կարևոր առաքելությամբ բուկլետներ, թռուցիկներ, կրծքանշաններ։ Այս տարբերակով են երիտասարդները փորձում իրազեկել քաղաքացիներին թմրամոլության կործանարար ազդեցության մասին։ Չարիքի դեմ պայքարի իրենց տարբերակը դեռ 1 ամիս առաջ էին ներկայացրել Գագիկ Ծառուկյանին։ Այսօրվանից անցնում եք աշխատանքի, չլինի, որ նորմալ գաղափարը, ծրագիրը մշակել եք ու դա չեք շարունակում։ Նախաձեռնության նպատակն է ոչ միայն տեղեկացնել, այլև ոգեշնչել հասարակությանը, որ ընտրեն առողջ եւ գիտակցված ապրելակերպ։ Գաղափարին միացել է մարզաշխարհի ավելի քան 1000 ներկայացուցիչ, միավորելով իրենց ձայնը առողջ ապրելակերպի եւ թմրամոլության դեմ պայքարի գաղափարի շուրջ։ Երիտասարդներին այս անգամ միացել էր Եվրոպայի ծանրամարտի կրկնակի չեմպիոն Ռիփսիմե Խուրշուդյանը։ Երբ որ լսեցի, որ մեր երիտասարդները ակցիա են կազմակերպել, ասել ոչ թմրամոլությանը, մեծ սիրով ես էլ ցանկություն հայտնեցի, որ միանալ իրենց եւ ասել, որ զբաղվեք սպորտով եւ եղեք առողջ։ Մենք ցանկանում ենք բարձրացնել ձեր իրազեկվածությունը եւ ձեզ ցույց տալ, որ իրականում թմրամոլության այդ չարիքում հայտնվելը շատ հեշտ է, բայց պետք է գնահատեք կյանքի արժեքը եւ հեռանալ դրանցից։ Մենք բոլորս հայ ազգը միախմբված, միահամուռ կերպով պետք է կարողանանք արմատախիլ անել այս չարիքը մեր հասարակության միջից, որտեղ նաեւ սա փակցնել ձեզ որպես հուշ։ Այսօր երբ մենք խոսում ենք թմրամոլության դեմ պայքարի մասին, մենք չենք խոսում պարզապես առողջապահության մասին։ Մենք խոսում ենք մեր գենի, մեր տեսակի սրբապղծության մասին։ Երևանի տարբեր հատվածներում թիմերի բաժանված կամավորները ներկայացնում են հետևանքները, փորձում ազդել մարդկանց գիտակցության վրա։ Թմրանյութը այսօր չարիք է։ 13 տարեկանից բռնած, ընդհանուր միջև մեծահասակ անում են։ Ես անմիջական սաղորը շփվում եմ։ Մարդը փտում է տեղից, մանում է, ընտանիքներ է կործանվում։ Մենք իրականացնում թմրամոլության դեմ ակցիա, ուզում ենք ասել, որ թմրամոլությունը չարիք է եւ բարձրացնել ձեր իրազեկվածությունը։ Իրականացում ենք ակցիա ոչ թմրամոլությանը։ Մենք առաջին քայլին նախաձեռնությունից ենք։ Մենք պայքարում ենք թմրամոլության դեմ, ասում ենք թմրամոլությունը ոչ, ընտրում ենք առողջ կյանքը, հորդորում ենք ձեզ միանաք, լինեք իրազեկ։ Երիտասարդների իրազեկման ակցիաները շարունակվելու են, այնպես որ առողջ ապրելակերպի ու թմրամոլության տարածման դեմ արշավներին դեռ կարող եք հանդիպել մայրաքաղաքի ու մարզերի տարբեր հատվածներում։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։